Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին տալով են ճշգրիտ և հավաստի պարզաբանումներ, իհարկե ամենից ամենանևողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային եթերը և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային շքերթը, որը վարում եմ ես Լիաննա Տերմինասյանը։ Եվ նախքան մեր այսօրվա հիմնական անվանակարգին անցնելը, ուզում եմ ծանոթացնել ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր Օվենա խորագրի շրջանակում։ Այս շաբաթ Օվենա խորագրի շրջանակում հայտնվեցին Սերգ Աբրամովը, Արևիկ Հակոբյանը և Վազգեն Հովհաննիսյանը։ Գուշակելու է նրանք Օվենա խորագրի այսօրվա հերոսին, բացահայտվելու է քիչ անց։ Հետևեք էթերին։ Օվենա խորագրին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Դա իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Ամենից ամենաաստղային մայրիկներ։ Մայրության մասին կարելի է խոսել անվերջ։ Եվ ոչ այն պատճառով, որ մայրանալու միջոցով է իրականացվում մարդկության վերարտադրությունը, այլ այն պատճառով, որ մայրությունը ըստ էության օժտում է կնոջը անբացատրելի ուժով և հզորությամբ։ Մենք էլ համաձայն մեր բարեավանդույթի ամեն տարի մայրության և գեղեցկության տոնի առիթով անդրադառնում ենք մեր հայտնի ամենից ամենամայրերին, որպեսզի բացահայտենք, թե ինչպիսի մայրիկներ են իրենք և ինչպես կարողանում են իրենց մայրանալու այդ ամենակարևոր առաքելությունը համատեղել աշխատանքի հետ։ Մի խոսքով հետաքրքիր բացահայտումներով լի եթեր է սպասում մեզ այսօր, մնացեք մեզ հետ։ Ես այնքան էի ցանկանում դառնալ մայր, տալ զավակներիս այն քնքշությունը, որը ես չհասցրեցի ստանալ իմ մայրիկից, որ չէի պատկերացնում, թե արդյոք կգա այդ բաղձալի օրն ու ես կդառնամ մայր։ Մարիամ Մացակյան։ Ամուսնության ընտանիքի իմաստը տեսնում է հենց բալիկի ծնունդով։ Ամուսնացանք եւ ամիջապես բալիկը եղավ։ Ես ինձ սկսեցի ավելի ամբողջական զգալ։ Դա իմ կյանքի միակ նպատակն ու երազանքն էր, որը իրագործվեց ու անգամ 3։ Постой, и когда родится твой? 3 марта. Միայնակ եմ մեծացրել, մայր չեմ ունեցել, սկեսուրս էստեղ չի եղել, բոլոր ինֆորմացիան հավաքում էի գրքից, ամեն ինչ իր ժամանակին, պատշաճ կերպով մեծացրել եմ մեծից։ Մարիամն անկեղծ խոստովանում է, որ սկզբնապես ամենևին անհանգիստ և խուճապի մատնվող մայրիկներից չէր։ Ամեն ինչ փոխվեց, երբ առաջին բալիկը գնաց մանկապարտեզ։ Սկզբում պանիկոր չեմ եղել, քանի որ երեխան պաշտպանված էր ինձնով, բայց երբ արդեն ոտքի կանգնեց, մանկապարտեզի հարց առաջ եկավ, իմ բախերը սկսվեցին այդտեղից, թե ոնց պետք է երեխան առանց ինձ մնա։ Ու այդտեղից կարելի ասել իմ կյանքի պանիկան սկսվեց։ Բոլոր 3 երեխաների հետ կապված ու մինչ այսօր ես սարսափելի պանիկոր մամա եմ։ Сынок, что делать-то теперь будем? Օրինակ ես անդադ վախենում եմ, որ ինչ-որ բան կարող է պատահել, երբ որ ես իրենց կողքին չեմ, բայց իրենք էլ են իհարկե նեղվում այդ փաստից, խնդրում եմ, որ ես իրենց պետք է ազատ թողնեմ, բավականին մեծ են արդեն, 14-15, մեծս այս տարի 19, 4 տարի անց ծնվեց միջնեկ աղջիկս, ավելի ազատ եմ եղել, մեծացնելու հարցում ավելի հանգիստ եմ եղել, ինքնաբերաբար ամեն ինչ եղել, եթե մեծիս հատուկ 2 ամիս սովորեցրել եմ քայլել, միջնեկս ինքն իրեն վեր կացավ ու գնաց, համեմատաբար ավելի աշխույժ երեխա է եղել։ Երրորդս կարելի ասել գերակտիվ երեխան է եղել։ Դե իրենք երեքն էլ շատ հանգիստ, խելացի, հասկացող, ընդունող, հայացքից, ժեստից, խոսքից։ Միանշանակ ես կարծում եմ, որ դու պետք է քո սեփական օրինակով ցույց տաս, ինչպիսին պետք է լինել։ Մեծս շատ հասկացող բալիկ է, մենք իրար հետ կարելի ասել ընկերուհիներ ենք, շատ հաճախ խորհուրդներ է տալիս ինձ, շատ ավելի հասուն մտածելակերպ ունի, քան այդ տարիքի երեխաները։ Ես որ ինձ հիշում եմ այդ տարիքում, բավականին սենտիմենտալ եմ եղել։ Բավականին շատ բաներ չեմ հասկացել, գուցե մայրս կողքս չի եղել, չգիտեմ, գուցե դրանից է, բայց շատ եմ տարբերություն զգում։ Ու ինչի համար որ շատ ուրախ եմ։ Ես վստահում եմ իրեն, երբեք այնպիսի քայլ չի անի, որ կարող է իրեն վնաս պատճառել եւ ինձ տխրեցնել։ Мама, с возвращением домой. Միջնեկն էլ շատ հանգիստ, հավասարակշռված աղջիկ է։ Նույնպես ընկերուհիներ ենք։
Իսկ փոքրս շատ է տարբերվում մեծերից, քանի որ շատ էմոցիոնալ է, արդարության ջադագով մի այլ կարգի, ինչ որ մի թերացում մեծերի կողմից, ինքը կարող է մի վայրկյանում իրենց տեղը դնել։ Ունիկալ կերպար է, խառնվածքով ինձ շատ է նման, մեծերս նման են հայրիկին ավելի շատ։ Այժմ Մարիամի աղջիկներից մեծը 19, միջնեկը 15 եւ կրտսերը 12 տարեկան են։ Երեքն էլ շատ տարբեր են, բայց բոլորն էլ շատ կիրթ ու գրագետ աղջիկներ։ Եթե ես իրենց վարքագծի մեջ ինչ-որ բան նկատեմ, այսինքն, որ չեն շփվում, առանձնանում են, չեն խոսում մեկը մյուսի հետ, ես սկսում եմ իրենց հետ խոսել։ Փորձում եմ այնպիսի մոտեցում ցուցաբերեմ, որպեսզի իրենք ինձ վստահեն։ Ես ապրում եմ իրենց համար, ես իմ համար չեմ ապրում։ Այսօր կցանկանամ խոսել այն աստղային մայրիկների մասին, որոնց աղջիկներն արդեն մեծացել են եւ հարթել են իրենց աստղային ուղին, իսկ նրանց մայրերը շատ հանգիստ են տանում այդ փաստը, երբ որևէ տեղ իրենց ասում են այս կամ այն հայտնի երգչուհու կամ դերասանուհու մայր։ Եվ ահա խնդրեմ, հոլիվուդյան աստղեր Գոլդի Հոուն եւ Քեյթ Հադսոն։ Նրանք նման են միմյանց, կարծես երկվորյակ քույրիկներ։ Եվ անգամ հաճախ նկարահանման հրապարակում, երբ Հադսոնին ասում են Գոլդի Հոուն, ինքը կատակով պահանջում է տույր։ Հայտնի փաստ է, որ 90-ականներին Գոլդի Հոունը եղել է Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկը, սակայն երբ իր աղջիկը մեծացավ եւ սկսեց հարթել իր ուղին, ինքը շատ հանգիստ սիճեց իր աստղային ճանապարհը, ասեմ ավելին, որ դարձավ իր աղջկա ամենակարևոր եւ ամենագլխավոր երկրպագուն։ Քեյթի դեբյուտային ֆիլմը դարձավ Անապատային տխրություն ֆիլմը, որից 2 տարի անց 2000 թվականին ինքը նոմինացվեց Օսկարի։ Ես շատ ուրախ եմ, որ իմ մայրս եղել է միշտ այս ընթացքում կողքից, իմ մաման ամենաբարի ու ամենալավ մաման է։ Անկեղծ խոստովանում է Քեյթ Հադսոնը։ Միակ բանը, որը տխրեցնում է Գոլդի Հոունին, այն է, որ իր աստղային աղջիկը գետ ծանրաբեռնված է եւ նրանք գրեթե չէին կարողանում տեսնվել։ Այդքան կուզեի, որ մենք ընդգրկվեինք մեկ նախագծում, այդ դեպքում գոնե 1 տարի կանցկացնեինք միասին։ Անկեղծ խոստովանում է Գոլդի Հոունը։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Աստղային մայրիկ չեմ, բայց սուպեր մամա եմ, որովհետև ունեմ աստղային աղջիկ եւ թոռնիկ։ Զինա Ակոպովնա։ Եթե իմ աղջկան ճանաչողներ կան, գիտեն, որ երբևիցե իր մամայի անունը չի օգտագործել։ Ու հիմա երբ որ կարդում եմ կոմենտներ, նամակներ են շատ գալիս բնականաբար, ովքեր նոր իմ էջից հասկանում են, որ ես նաև ճանաչված, սիրված արդեն դերասանուհու մամա եմ։ Նոր հասկանում եմ, թե ինչ է դա նշանակում, որտեղ ես միջև այդ կադրից դուրս մամա եմ։ Ես այսօր մեծացնում եմ նաև միայն բիոլոգիական թոռնիկիս։ Детка, мы хотим поиграть. Ты с нами? Бабуль, не могу. Как? Так. Բայց ես իրան նանան եմ ու ավելի շատ հիմա տալիս եմ միայն այն, ինչ չեմ կարողացել տարիներ առաջ տալ ինայիս զուտ առողջական խնդիրների պատճառով։ Այնպես որ ես կրկնակի արդեն աստղային մամա եմ, որովհետև իմ փոքրիկն էլ արդեն կարողանում է իր բլոգերշա տարբերակով ներկանալ, հաղորդավարուհի է, մոդել է, իր սեփական էջն է աշխատացնում Instagram-յան։ Նայեք աղջիկներ, ես ինչ ունեմ, սա իմը չի, բայց ես եք օգտագործեմ։ Զինա Ակոպովնան անկեղծ խոստովանում է, որ ինքն իր դստեր համար եղել է եւ հայր եւ մայր, եւ միգուցե հենց այդ պատճառով այլևս չամուսնացավ, որպեսզի երեխան խորթություն չզգա։ Երբ որ հիմա թեմա է լինում, ասում եմ, ես իմ կյանքը դրել եմ, որ դու դաստիարակվես, այնպես ինչպես որ կաս։ Ու դու պարտավոր ես հենց հիմա ապրելն այնց, ոնց որ ես եմ уզում։ Իսկ кյանքը եւ տարիները իրան հասկացրել են, որ ինչքան ինքը ինձ лысել է, մենք էլ ունենք, չի ապրած։ 45+ իզուր չի։ Примерь вот это, а я посмотрю. Ладно. Мама, она не наденет коктейльное платье на прослушивание. Սխալողություն հաստատ ես չեմ տա իրան։ Ու ես ամեն բան արել եմ, որ հիմա ինքը նույն ձև մեծացնի իր դստերը։ Ու մեկ էլ ասում ոնց որ ես քո նման եմ դարձել։ Ոնց որ ես էլ չեմ կարողանում գտնել այն ուժեղին, ով ինձ կարող է ասենց բռի մեջ հավաքել։ Мы разные. Мы во всем разные. Ты же сам это понимаешь.
Понимаю. Երբ մենք պատրաստում էինք այս թողարկումը, Մարիա հեռուստասերիալի խմբագրությունից տեղեկացանք, որ Մարիայի խորթ մոր Օֆոյի դերը մարմնավորող դերասանուհին Դինա Ակոպովնայի դուստերն է։ Փաստ, որը վկայում է այն մասին, որ Իննա Կարապետյանը իր ստեղծագործական ուղին հարթել է ինքնուրույն։ Այսօր ինքը ամենավատ գրաֆիկով է ապրում։ Այսքան վաստակող երեխա է ու ուժասպառ եղած արդեն նաև ֆիլմը։ Իսկ եթե երկու նախադասությամբ էլ ասեմ ֆիլմ ոնց է հասել։ Ինքը 3-ից 4 անգամ գնացել է կաստինգ մասնակցել դասախոս լինելով ու ես ուզում եի անպայման ինքը մի այնպիսի կերպարում լիներ, որ նաև իր ապրածը կարողանար ցույց տալ։ Շնորհակալ եմ Արշակյան Ելենային, որովհետև իմ աղջկան բացահայտեց որպես նաև չեմ վախենա պրոֆ դերասանուհի։ Քեզ այնտեղ ոչ մեկը չի նեղացնի։ Ռուբենին վստահ է մար։ Դինա Ակոպովնան անկեղծ խոստովանում է, որ միայն ընդունում է որպես իր աղջիկ, այլ ոչ թոռնիկ։ Ի տարբերությունին այն միան մի քիչ լկստված է, որովհետև միակ երեխան է։ Բայց դա սովորել, ճիշտ արթնանալ, ոնց պետքա օրը սկսվի, ոնց պետքա մեծերի հետ խոսալ։ Այդ ամենը դաստիարակչական տեղը տեղին տալիս են։ Իսկ Ինան ներվ չունի։ Այսինքն ես երևի թե նոր եմ հասկանում, ինչ են ասում թոռին ավելի շատ են սիրում։ Если вы еще будете так говорить с моей внучкой, от вас не останется ничего, кроме волос и акцента. Ясно, фройляйн? Auf Wiedersehen. Ուզում եմ ինքը լավ մարդ մեծանա, իտանի, ուզում եմ միանել մեծանա ոչ թե իմ անվան տակ կամ իր մամայի, այլ տենց մեծանա, կայանա, ու զանգեն ասում դե նորմալ է, գեներն է, պետքա տենց է լիներ։ Այդ ամենին Դինա Ակոպովնան հավելեց. Այս ծրագիրը բազմիցս դիտել եմ ու նայում եմ, ու սպասում էի, որ ես մի օր պետքա լինեմ այստեղ։ Բայց չգիտեմ ինչի ինձ թվում էր, որ հեղինակը ինձ կանչելու այն թեմայով, որ ինֆարկտ ստանամ, այսինքն ամենից ամենատատի։ Շնորհակալ եմ, որ ինձ մամաների շարքն եք դեռ ընդգրկել։ Lights, camera, action. Անդրադառնալով ռուսական շոու բիզնեսի ամենից ամենաաստղային մայրերի եւ աստղային աղջիկների թեման, ուզում եմ հիշատակել հայտնի ռուսական դերասանուհի Լարիսա Պուտյանի եւ ամենապահանջված ու սիրված դերասանուհիներից մեկի Ելիզավետա Բայարսկու անունները։ Լարիսան եւ Ելիզավետան միայն մայր ու աղջիկ չեն, նրանք եւ գոլեգաներ են եւ լավ ընկերուհիներ։ Մենք մայրիկի հետ կիսվում ենք գրեթե ամեն ինչով, իհարկե կան որոշ բաներ, որոնց մասին ինքը ավելի լավ է չիմանա, կես կատակ, կես լուրջ, ասում է Ելիզավետա Բայարսկան։ Իհարկե Լիզան չէր ցանկանում դառնալ դերասանուհի, ինքը երազում էր լրագրողության մասին, սակայն ճակատագիրն իր համար պատրաստել էր մեկ ուրիշ ուղի։ 2006 թվականին Լիզան առաջին անգամ բարձրացավ թատրոնի բեմ, որից հետո նկարահանվեց ճակատագրի հեգնանքը շարունակությունը եւ ծովական ֆիլմերում եւ այլևս դարձավ Ռուսաստանի ամենասիրված ու պահանջված դերասանուհիներից մեկը։ Մայրս ինձ չափից շատ լկստվածնում է, յուրաքանչյուր դերից հետո հայտնում է իր հիացմունքը եւ կարծում եմ, որ եւս երկու դեր եւ իր խոսքերն արդեն չեն բավականացնելու արտահայտելու իր հիացմունքը իմ հասցեին։ Կես կատակ, կես լուրջ, ասում է Ելիզավետա Բայարսկան։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնագետներին։ 24 տարեկան է, երբ մայրացավ։ Կարելի է ասել, որ հենց Միայի ծնունդով շատ բան փոխվեց իմ կյանքում։ Իննա Կարապետյան։ Մի օր, երբ որ իմ աչքի առաջ մի դեպք եղավ, որի հետևանքով ես հասկացա ինչ է նշանակում մարդու աչքերի դեմը սևանալ եւ աֆեկտի տակ ընկնել, հասկացա, որ չէ, իրանից է, որ այդ բնազդներն ինձ մոտ արթնացել է։ Իննան անկեղծ խոստովանում է, որ բացարձակ անհանգիստ մայր չէ եւ խուճապի չի մատնվում, երբ օրինակ երեխան մի փոքր մրսել է կամ ընկել ոտքը ցավացել։ Ավելին, Իննան իր աղջկա հետ շփվում է որպես մեծ հասուն մարդու հետ։ Ինքը 6 տարեկան է, ես իրեն իր խնդիրների հետ մենակ եմ թողնում։ Իսկ իր խնդիրները այս տարիքում խաղալիքները հավաքելն ու գրքերը հավաքելն է դասանելուց, խաղալուց հետո։ Ու մամայիս հետ մշտապես այդ կռվի մեջ եմ, որ ասում եմ չհավաքես հանկարծ Միայի հետևից, դու չհավաքես, որովհետև ինքը պիտի իր խնդրի հետ մենակ մնա ու ինքը պիտի լուծի այդ խնդիրը։ Спокойствие, только спокойствие. Իմ պարագայում ես
Ուղղակի տերեմ բոլոր հարցերին, բայց պատասխանները պիտի տա ինքը ունի տատիկ, ով իր իրավաբանն է։ Երբ որ ես բան եմ խոսում, տատիկը միանգամից արի ես կասեմ։ Այդ նշանակում է, որ մի լուրջ մի վերաբերի։ Մեր տանն ամբողջորն այդ կռիվը լինում է։ Ես սարսափելի մամա եմ։ Ամեն ինչ պիտի լինի ճիշտ, ամեն ինչ պիտի լինի կանոնակարգված։ Պիտի կարդա եւ գրի իմ ուզածի պես։ Ինձ ասում են երեխեն մեղ կա, մի տանջի, ոնց կարողանում է թող այդպես անի, չէ, ոնց կարող, ես գիտեմ ոնց է կարողանում։ Ինձնից լավ ոչ մեկը չի իմանա իմ երեխեն ոնց է կարողանում։ Ճնշում եմ, շատ եմ ճնշում, բայց դե հիմա այդ եմ, ինչ ասեմ։ Որովհետեւ ես իդեալիստ մարդ եմ։ Իմ երեխեն պիտի լինի իդեալական։ Ты умеешь умножать такие большие числа? Я прочла книжку по прикладной математике в прошлом году. Ты любишь читать? О, да, очень люблю. Ինան անկեղծ խոստովանում է, որ իր մայրը Դինա Ակոպովնան երբեք առիթ չի տվել, որ ինքն օգտվի այդ փաստից։ Ավելին, Դինան անում էր ամեն ինչ, որ Իննան մեծանա լավ մարդ, կիրթ ու հասուն եւ ինքնուրույն հարթի իր ստեղծագործական ուղին։ Միայի տարիքին է, իմ աղջկա տարիքին։ Ինձ փակում էին սենյակում եւ տալիս էին 1 ժամ ժամանակ, որ ես կարդայի եւ պատմեի 5 հեքիաթ։ Այդ շրջանում իմ կյանքի ատում էի օրվա այդ 1 ժամը։ Այսօր շնորհակալ եմ լինում օրվա այդ 1 ժամի համար, որովհետեւ ես անկախ իմ կամքից ատելով այդ process-ը սկսեցի սիրել գիրք կարդալ։ Արդյունքում ընդունվեցի Թատերական ինստիտուտ եւ այլն։ Ես հիմա չեմ ասում տանջում եմ, նույնն անում եմ իմ երեխայի հետ, բացարձակ չէ, ինքը ապրում է իր անձնական կյանքով։ Ինքը եթե ուզում է ձեռքերը մտցնի փրփուրի մեջ, այսպես հանի պատերին լցնի, ինքը դա անում է։ Բայց դրա պատասխան ինքը պիտի տա, հետո ինքը պիտի մաքրի։ Հիմա կասեն 6 տարեկան երեխայի հետ ես ոնց է վարվում, բայց այդ է։ Ինձ որ գալիս պատմում է դպրոցում ինձ էս ինչ բանն են ասել, ինձ հետ էսպես են խոսել, առաջին հարցը որ տալիս եմ լինում է ինչ ես արել։ Եթե վատ են խոսել, հո գիշ չեն, մի բան արել ես, չէ՞ որ վատ են խոսել։ Հաջորդ անգամ ասում եմ մամա, գիտես ոնց եղավ։ Սկզբից է պատմում։ Պատմումը սկսում ենք մեծավարի, շատ մեծավարի քննարկել ու իրար հետ այդ հարցը լուծել։ Այդ ամենին Իննա Կարապետյանը հավելեց. Ինքն իր ապրած կյանքից շատ գոհ է։ Նույնիսկ ես մեկ ասում եմ՝ միա ես քո կյանքից եմ ուզում, որովհետև ինքը գիտի որ ինչ ունի եւ ինչ չունի, ինքն է դա վաստակում։ Մենք այդպես պայմանավորվել ենք, էլի, մայր եւ դուստր, որ ուզում ես այս ինչ բանն անել, դրա դիմաց պիտի ինչ որ բան անես, պարտադիր, որ այս ինչ բանն ունենաս։ Իմ մազերը տեսեք ուղղացավ։ Սանելը չորացրեց իմ մազերը։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային մայրերի եւ իրենց աստղային աղջիկների թեման եւ կուզեմ հիշատակել հոլիվուդյան աստղ Meryl Streep-ի եւ իր դստեր, մոդել եւ դերասանուհի Մեմի Համմերի անունները։ Տանը ինքը հոլիվուդյան աստղ չէ, այլ իմ մաման, ու ասեմ, որ ես նրան շատ սիրում եմ, որովհետև ինքը աշխարհի ամենալավ մաման է, անկեղծ խոստովանում է Մեմի Համմերը։ Երբ ինքը երեկո ֆիլմում մարմնավորեց Meryl Streep-ի երիտասարդ տարիների կերպարը, ապա բոլորը միաձայն ասացին, որ Meryl Streep-ին փոխարինող արժանի սերունդ է մեծանում։ Ասեմ ավելին, որ Մեմի Համմերը փորձեց իրեն նաև որպես մոդել, Garrett Darrell-ի գովազդային արշավում ինքը փոխարինեց Շարլոտ Հինսբուրգին։ Ինձ համար մեծ հաճախոսություն է, երբ ասում են, որ ես նման եմ մորս, որովհետև իմ կարծիքով ինքը աշխարհի ամենագեղեցիկ կինն է, խոստովանում է Մեմի Համմերը։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Անկեղծ պետք է լինեմ, որ ներքուստ պատրաստ չէի մայրության, բայց երբ առաջին անգամ տեսա իմ փոքրիկ Աննային, հասկացա, որ կյանքիս իմաստը ծնվեց։ Մաշ Իսրայելյան։ Մինչև վերջի վարկյանը, որ ասում են երեխան հենց շարժը խաղը սկսի, արդեն քո մոտ կապվածություն կլինի երեխայի նկատմամբ եւ այլն, իմ մոտ ընդհանրապես դու սիրտն ես։ Պոչիկ ես անում մամային։ Երբ որ առաջի անգամ իրան գրկեցի, կյանքս ամբողջովին փոխվեց ու շնորհակալ եմ Աստծուն, որովհետև այս պարգևից այն կողմ աշխարհում ոչ մի գեղեցկություն չկա։ Ճիշտ է, բարդություններ միանշանակ կան, բայց հարմարվում ենք ամեն դժվարություններին։ На руках, которых носишь тебя
Դրա օրինակ երեք story էի տեղադրել, մեկը այն, որ ես այստեղ հավաքվում եմ, ինքը այնտեղ դավում է, ու ես ամբողջ օրը իր ետևից պետքա պատտվեմ։ Ես ընդհանրապես չի պատկերացնի, որ կլինեմ լավ մամա, թող ինքնագովաց չհնչի, բայց իրականում ես ինձ համարում եմ ուշադիր մամա։ Ամեն ինչից ինձ զրկել եմ, բոլոր ընկերուհիներս ինձանից նեղացել են։ Մոշ արի այստեղ գնանք, այսօր այնտեղ գնանք ժամանակ անցկացնենք, ես ամեն ինչից հրաժարվում եմ, որպեսզի մի ժամ ավել մնամ իմ հրաշքիս կողքին ու ընդհանրապես չեմ ոչանում դրա համար, որովհետև իր հետ շատ լավ ասում, չհաշված սենց բաներ էլի։ Մամա, ասա ինչ ես ուզում։ Մաշն անկեղծ խոստովանում է, որ շատ զգույշ եւ անհանգիստ մայր է, եւ միգուցե չափից շատ դողդողում փոքրիկի վրա։ Զգույշ ու անհանգիստ մամա եմ, որ հանկարծ մի վարքյան, չգիտեմ, չմրսի, չհիվանդանա։ Մենք շատ ծանր ենք տանում ու ոնց որ մեծական խոսք է, ասում են բամբակների մեջ ենք մեծացնում, մենք այդ մամա-պապաներից ենք, որ իրան բամբակների մեջ ենք մեծացնում։ Դելը պաչի կարա մամայի թիշիկը, պաչի կարա։ Ամբողջովին պատկանում եմ իրեն ու տանից ընդհանրապես դուրս չեմ գալիս, մենակ, գործնական։ Դեմ եմ առհասարակ, որ երեխայի վրա ջղայնանում են, փորձում եմ բացատրել, ջանով խոսալ, եթե տոնս բարձրանում է, այսպես էլ հիմա կջղայնանամ։ Ես էլ մամաներից չեմ, որ օրինակ ոնց որ հիմա մոդայի կա, որ տարբեր գրքեր են կարդում, որ տարիքում երեխայի հետ ոնց շփվեն։ Ես ինքս ինձանով ու չեմ համարում ինձ խիստ մամա։ Լինելով ծայրաստիճան ուշադիր, նրբանկատ, անհանգիստ եւ զգուշավոր մայր, Մաշն այնուամենայնիվ գտնում է ժամանակ իր ստեղծագործական գործունեության համար։ Այսօր իմ կյանքը բաղկացած է երեխա եւ աշխատանք։ Ու զբաղվում եմ բուրըն իմ կարիերայով։ Կեսուրս է օգնում, մնում է կեսուրիս մոտ, ես գնում եմ իմ աշխատանքին ու վերադառնում եմ, վաղտ կա, որ շատ լավ է մնում, վաղտ կա, որ մի քիչ համոզելով, բայց այնուամենայնիվ մնում է, որովհետև տատիկին էլ է շատ սիրում։ Այդ ամենին Մաշ Իսրայելյանը հավելեց. Դժվարությունները շատ է, բայց դրա հետ նաև այն հրաշալի զգացողությունները, որ ամեն վայրկյան ապրում եմ ու շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ապրում եմ այդ պահերը։ Եթե ինչ-որ մի տեղ եմ գնում առանց երեխայի, ուզում եմ մի վայրկյան շուտ վազեմ գնամ հասնեմ իմ Աննայից։ Ու գրկելու բանն ամենավանդ հիմա, որ արդեն մեծացել է, որ մամա ու վազում գրկում է, դա աշխարհ արժի։ Շարունակելով համաշխարհային շոու բիզնեսի ամենից ամենաաստղային մայրերի եւ իրենց աստղային աղջիկների թեման եւ այս անգամ կուզեմ հիշատակել ամերիկյան հայտնի դերասանուհի Բլայթ Դաների եւ իր աստղային աղջիկա Գվինեթ Պելտրոյի անունները։ Այն որ Գվինեթը նման է իր աստղային մայրիկին, հայտնի դարձավ, երբ լրացավ Գվինեթի 16 տարեկանը։ Դեռ վաղ մանկության տարիներից Գվինեթը մայրիկի հետ գնում էր թատրոն, սկզբից որպես պարզապես հանդիսատես, ապա նաև բարձրացավ բեմ մայրիկի հետ։ Հետաքրքրական է, որ բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև Էմի հեղինակավոր հեռուստատեսային մրցանակի արժանացած Բլայթ Դաները դեռ շատ շուտ հասկացավ, որ իր աղջկան սպասում է աստղային ուղի։ Մայրս միշտ ինձ համար եղել է օրինակելի բոլոր առումներով։ Ինքը չի եղել մանիպուլատոր եւ բոլոր իր հաջողություններին հասել է ինքնուրույն, անկեղծ խոստովանում է Գվինեթ Պելտրոն։ Իսկ երբ իր մայրը ծանր հիվանդացավ, Գվինեթը թողեց իր բոլոր գործերը, որպեսզի լինի մոր կողքին, մինչև ինքը վերջնականապես չապաքինվի։ Նրանք կարծես լավ ընկերուհիներ են, պարզապես Բլայթը ավելի հանգիստ, հավասարակշռված կին է, իսկ Գվինեթ Պելտրոն ավելի վառ ու էքսցենտրիկ պերսոնաժ։ Խոստովանում են ընտանիքի բոլոր մտերիմ ընկերները։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին եւ իրենց անկեղծ խոստովանություններն այս ամենի վերաբերյալ։
Ես այն երջանիկ մայրիկներից եմ, որ ունեմ եւ որդի եւ դուստր։ Պարզապես նրանց տարիքային տարբերությունն ուղիղ 12 տարի է։ Այնպես որ Մարիայի լույս աշխարհ բերելուց կարծես լինեի առաջնածին մայր։ Անի Քոչար։ Տղայիս պարագայում ես շատ երիտասարդ էի, երբ մայրացա, իսկ արդեն 12 տարի անց երբ դստերս ունեցա, կարծես առաջին անգամ մայրացած լինեի այդ երկար դադարից հետո եւ բացի դա իսկապես շատ ճիշտ են ասում, որ մի փոքր առավել հասուն տարիքում մայրությունը բոլորովին այլ զգացողություն է, ինչպես նաեւ բոլորովին այլ փորձառություն է, բայց պետք է ասեմ, որ երկուսի դեպքում էլ ես վայելել եմ իմ այդ մայրիկ լինելու կարգավիճակը, միշտ ինքս եմ խնամել եւ օգնականներ, դայակներ երբեք չեմ ունեցել։ Իհարկե շատ դասեր եմ այս տարիների ընթացքում քաղել եւ Գերմանիայում ապրելու տարիներին էլ նաեւ այդ եվրոպական եւ գերմանական մոդելը մայր լինելու կամ դաստիարակության ամբողջովին չեմ ընդօրինակել եւ յուրացրել, որովհետեւ բաներ կան, որ ինձ համար անընդունելի են հայ մայր լինելով հանդերձ, բայց շատ բաներ կար, որ իրենց դրական փորձն են վերցրել եւ արդեն դստերս փորձում եմ մի փոքր այլ կերպ մեծացնել, այլ կերպ դաստիարակել ու խնամել։ Что? Какой сегодня цвет? Красный, синий, сиреневый. Розовый, мама, розовый. Անին անկեղծ խոստովանում է, որ իր համար շատ կարևոր էր, որ իր զավակները լույս աշխարհ գային հայրենի հողում։ Դավիթս ծնվել է Հայաստանում, Մարիայի պարագայում կար ընտրության հնարավորություն Եվրոպայում կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ունենալու։ Սկզբից ոգևորություն կար, ինչու ոչ, կարելի է եւ ԱՄՆ-ում ունենալ, բայց հետո շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ իմաստը, չէ՞ որ քո հղիությունը վարող բժիշկը քեզ շատ լավ ճանաչում է եւ կողքիդ է սկզբից մինչեւ վերջ։ Դրա համար ասացի ոչ անի ջան, ամենալավը եւ ամենաճիշտը քո հայրենիքում, քեզ ծանոթ բժշկի мод, այնպես որ շատ ուրախ եմ, որ Մարիաս էլ ծնվել է Հայաստանում։ Моя малышка. Привет, малышка. Ну, здравствуй, Эмерсон, я твоя мама. Ամենից ամենայի հավատարիմ հեռուստադիտողները կհիշեն, որ տարիներ առաջ, երբ Անիի ավագ որդին Դավիթը դեռ փոքր էր, հասցրել էին հյուրընկալել նրան մեզ մոտ այս թեմայի շրջանակում։ Եվ այն ժամանակ էլ, երբ խոսքը վերաբերում էր դաստիարակության մեթոդին, ինքը խոստովանեց, որ իր համար շատ կարևոր է սերմանել երեխայի մեջ դիսցիպլինա։ Տարիներ անց, երբ ինքը նաև քնքուշ մի աղջնակի մայր է, իր դաստիարակչական մեթոդի մեջ ոչինչ չի փոխվել։ Ինձ համար շատ կարևոր է, որ երեխան ունենա հստակ օրակարգ, շատ լավ պատկերացնի իր անելիքները եւ աշխատանքի ճիշտ բաժանում արվի։ Ես այն մոդելի կողմնակիցն եմ դաստիարակման մեջ, որ այոն այո պետք է լինի, իսկ ոչը ոչ։ Շատ լավ ծանր ու թեթևան ես այոն եւ ոչը ասելուց առաջ, բայց երբ արդեն դու երեխային բացատրել ես, թե դա ինչու չի կարելի, հետո չասես դե լավ ոչինչ, ուզում ես արա միայն թե ձայնդ կտրես։ Мам, другие дети же их смотрят. Детка, тебе не понравится резня. Помнишь, мы смотрели «Аватар», и ты сразу же засунул голову мне в сумку. Я искал жвачку. Я здесь. Нет. Այժմ գուցե շատ հեռուստադիտողներ մտածեն, որ 2-3 տարեկան կամ 4-5 տարեկան երեխան սա դժվար ընկալի, ես ձեզ հավատացնում եմ, շատ է լավ էլ ընկալում են, շատ է լավ էլ հասկանում են, իմ փորձը ձեզ օրինակ։ Եվ դաստիարակման կարևորագույն երկրորդ մոդելը եւ երկրորդ փորձառությունը, որը ես ունեմ եւ հաջողությամբ կիրառել եմ, այն է, որ ծնողը երեխայի համար պետք է հեղինակություն լինի։ Ծնողի խոսքը պետք է երեխայի համար արժեք ունենա, որպեսզի քո խոսքը լինի հստակ, լինի վերջնական եւ ամեն րոպե մի բան չփոխես։ Пап, можно мне посмотреть резню? Можно. Да. Стой. Нет, ни за что. Անին անկեղծ խոստովանում է, որ խստության հետ մեկտեղ ինքը երեխաների դաստիարակության հարցում որդեգրել է նաև պարգևատրելու մոդելը։ Անին միշտ խրախուսում է իր երեխաների յուրաքանչյուր լավ արարքը, ոգևորում, քաջալերում, թեև տալիս, որ իրենք միշտ վստահ լինեն իրենց ուժերի մեջ, ինչը շատ կարևոր է երեխաների համար։ Իմ երեխաները երկուսն էլ բավական ինքնասածի, բավական կամային։ Իդեպ աղջիկս ծնվել է 12 տարի հետո, ճիշտ այն տարվա կենդանակերպի նշանի ներքո, ինչ որդիս։ Եվ ես կարծես գործ ունենամ Դավիթ երկրորդի հետ։ Եվ իմ ջանքերը այստեղ պետք է կրկնապատկվեն եւ քառապատկվեն, բայց ես ջանում եմ, որպեսզի իսկապես ստացվի։
Ամենից ամենան շարունակում էր եթեր եւ բոլոր նրանք, ովքեր հենց այս պահին միացան մեզ, ուզում եմ ասել, որ այսօր մենք խոսում ենք ամենից ամենաաստղային մայրիկների մասին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ դուք արդեն բաց եք թողել, սակայն ոչ պակաս հետաքրքիր մանրամասներ սպասում են ձեզ առջևում։ Երբ ծնվեց առաջին բալիկս, դեռ ուսանող էի եւ կարելի է ասել, որ պատրաստ չէի այդ պատասխանատու կարգավիճակին։ Անփորձ էի եւ բավականին դժվար էր ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ոչ բալիկը տուժի եւ ոչ էլ ուսումս։ Մարիաննա Վարդանյան։ Երբ ունեցա առաջին բալիկիս, ես դեռ ուսանող էի ու անկեղծ կասեմ, պատրաստ չէի ոչ այդ զգացողություններին, ոչ մայրական պարտականություններին, որովհետև իրականում այդքան էլ չգիտեի ինչ է ինձ սպասվում։ Եվ ես այդ ժամանակ ունեի մեծ պատասխանատվություն, որպեսզի կարողանամ ուսումս եւ մայրությունը համատեղել եւ ամեն ինչ անում էի, որ կարողանամ այդ համատեղումը իրականացնել եւ կարողացա այդ փուլը հաղթահարել։ Երկրորդ բալիկի ժամանակ չեմ կտրվել իմ աշխատանքից, քանի որ ուսումը ավարտելուն զուգահեռ նաև սկսեցի աշխատել մասնագիտությամբ եւ ինչ խոսք ինձ մոտ ստացվում էր այն պատճառով, որ ես ունեի իմ կողքին հզոր կանայք, հենց ինձ կեսրոջս, ով ինձ շատ օգնում էր եւ օգնում է։ Бабуль, мы внизу. О, Харпер, прекрасно. Երբ որ աշխատում ես, նաև պիտի ինքնակրթվես, քանի որ ոլորտը շատ փոփոխական է, այդ փուլում նաև կարողանում ես ինչ-որ չափով կարդալ, ինտեգրվել նորարարությունների հետ։ Իհարկե, չես կարող երեխաներին որպես առաջնահերթությունների երկրորդ, երրորդ տեղում դնել, բարձրավոր իրանք միշտ պիտի լինեն առաջին հորիզոնականում, բայց երբեմն կյանքի բալանսը պահելու համար, երբեմն աշխատանքն է բարձրանում առաջին հորիզոնական, երբեմն կրթությունը, երբեմն ընկերների հետ շփումը, եւ դա շատ նորմալ է։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր մայրիկներին, որ իրենց կյանքում մեղքի զգացում չունենան այն պատճառով, որ կյանքի ինչ-որ փուլում իրենք առաջնահերթությունը տվել են իրենց ուզած ինչ-որ զբաղմունքի։ Я не виновата, я ведь все спланировала, и этого не должно было произойти. Ну, мы должны были слепить снеговика. О, милая, я знаю. Послушай, как только снова выпадет снег, мы слепим с тобой снеговика. Я обещаю, хорошо? Երրորդ բալիկս արդեն հաճախում է մանկապարտեզ։ Ամենահետաքրքիրը այն է, որ իմ երեխաների միջև տարիքային միջակայքերը 3-ն են, եւ այդտեղից պարզ է դառնում, որ ես լիարժեք սիրում եմ երեխայի զարգացումը հետևել ինքս, ինչպես է առաջին քայլերը անում, ինչպես է առաջին բառերը ասում, եւ շատ կարեւորում եմ իմ ներգրավվածությունը իրենց կյանքում, այնպես որ պարզ է дառնում, որ մինչեւ մանկապարտեզ գնալը ես հաջորդ երեխային չեմ ունեցել։ Пока, зайчонок. Пока, мама. О, боже мой! О, боже! Ты заговорил! Եվ երբ որ գնում են մանկապարտեզ, արդեն շատ հեշտանում է գործը, օրվա գրեթե կեսը դու լինում ես ինքդ քեզ հետ, կարողանում ես զբաղվել ինքնակրթությամբ, ինքնախնամքով, սիրելի զբաղմունքով, ինչու՞ չէ նաև տնային գործերով, համեղ բաներ պատրաստել, ինչպես իմ բլոգից երևում է։ Չշեղվենք թեմայից, այսօր պատրաստել եմ իմ ամենասիրած ֆիլո խմորով, այսպիսի հովհարներ, որոնք դարձել են համացանցի թրենդը։ Երիտասարդ ծնողները 3 հրաշք բալիկների ծնողներ են եւ կարողանում են նրանց տալ ճիշտ դաստիարակություն, որն ինչ խոսք միանգամից զգացվում է երեխաների վարքից եւ պահվածքից։ Երբ որ օրինակ ամուսինս ունենում է զբաղվածություն, ես ստիպված եմ լինում ավելի շատ լինել նրանց կյանքում եւ ես զգում եմ, որ այն դերը, որը Գարիկը կատարում է իրանց կյանքում, ես երբեք ինչքան էլ ինձ վրա աշխատեմ, չեմ կարողանա կատարել եւ հակառակը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մեզ մոտ համագործակցությունը լավ է ստացվում եւ ամուսինների միջեւ եւ երեխա ծնող հարաբերություններում։ Где же они? Привет! Давай лепить снеговика. Իրականում երեխաների հետ չափազանց խիստ լինելը միայն վնասում է, կարծում եմ, երբ որ դու դնում ես կոնկրետ արգելքներ, սահմաններ իր գործողություններում, երևի ավելի շատ է սկսում երեխան փորձել դրանցից դուրս գալ այդ սահմաններից։ Կարծում եմ պետք է տալ սահմանների ազատություն, ինքնուրույնություն, բայց միևնույն ժամանակ կոորդինացնել նրան, ուղղորդել ինչ-որ քայլերում, որպեսզի նա դա զգա որպես անուղղակի ազդեցություն, այլ ոչ թե մայրիկը ասած էսպես, ուրեմն պետք է էսպես անել։ Իհարկե ոչ բոլոր իրավիճակներին է վերաբերում։ Այդ ամենին Մարիաննա Վարդանյանը հավելեց։ Երբ որ մայրիկը իրեն լավ է զգում եւ կրթությունը եւ աշխատանքը մայրության հետ համատեղում է, ապա բալիկները տեսնելով երջանիկ մայրիկին, նրանք հպարտանում են մայրիկով։ Եվս մեկ ամենից ամենաաստղային մայրիկ մնաց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ես առանց չարաշահելու ձեր համբերությունը հանձնում եմ եթերը նրան։
Մայր նստիս այն էակն է, որն իր կյանքը նվիրում է զավակներին։ Հարկ եղած դեպքում գնում նաև որոշակի զրկումների, միայն թե զավակին հասցնի իր նպատակին։ Հասմիկ Լեյլոյան։ Ինձ էլ է բախտ վիճակվել իհարկե դառնալ մայր, որի համար շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ Աստծուն։ Դա կյանքի ամենաերջանիկ պահերն է, երբ որ դու ունենում ես քո երեխաները ու կարողանում ես հասցնել նրանց իրենց նպատակներին։ Не слушаешь маму. Не слушаю. Пойдем, мам. Пойдем. Пойдем, дорогая. Երբ Հասմիկ Լեյլոյանն ունեցավ իր առաջին զավակին, Կարենին, ինքն արդեն ուներ շատ բուռն աշխատանքային գրաֆիկ։ Ակտիվ շրջագայում էր հյուրախաղերով եւ զբաղվում դասախոսական պրակտիկայով։ Ամուսնացա եւ ունեցա առաջի երեխան։ Ես արդեն զբաղված էի համերգային գործունեությամբ եւ մանկավարժությամբ, բայց ոչ պակաս կարեւոր էր մեծ ուշադրություն դարձնել ընտանիք ստեղծելու կամ երեխա ունենալու կամ երեխային պահելու։ Երեխան մեղավոր չի, որ դու զբաղված ես եւ շատ ես զբաղված։ ու անպայման պետք է իր համար գտնել ժամանակ եւ անես ամեն ինչ, որպեսզի համ ինքը չտուժի, համ իր ապագան չտուժի։ Быть матерью это же как крутить 50 тарелок в воздухе, но для Кейт даже 60 тарелок любых размеров раскрутить вовсе не проблема. Сделать важное отчетное завтра легко. Нужны крылья на костюм феи для дочери, она сошьет их. Вдруг появляются родственники, накроет стол буквально за 1-2 минуты. Это удивительно, говорю вам, она потрясна. Այդ դրա համար եմ ասում, որ մայր հասկացողությունը դա մենակ այն պահերը չի, որ երեխային սիրում ես, դա զոհաբերությունը, երեխայը կարող է հիվանդանա, կարող է չարություն անի, կարող է դու հոգնած ես, բայց ինքը ուրիշ բան է ուզում, բայց դու պետք է կարողանաս, որտեղ մայր ես, պետք է կարողանաս ամեն ինչը այնպես կազմակերպես, որ ոչ մի բան չտուժի։ Ой-ой, придержите лифт, пожалуйста, не уезжайте. О, спасибо. Подвиньтесь немного. Извините, завтра у моей дочери день рождения, вот я и купила все заранее, вдруг магазины раньше закроются. Да, ну первый нажмите, пожалуйста. Спасибо. Все сели? Ամենից ամենայն շրջանակում մենք առիթ ունեցել ենք լսել Հասմիկ Լեյլոյանի որդու եւ դստեր կարծիքը, թե ինչպիսինն է ինքը որպես մայր եւ ինչպես է փորձել իրենց դաստիարակել։ Բոլոր ծնողներն էլ աշխատում են, որ իրենց երեխաները լինեն իդեալական երեխաներ, բայց կյանքը ապացուցել է, որ ոչ միշտ է, երբ որ ծնողի կյանքի ապրելակերպ օրինակ է լինում երեխայի համար, քանի որ այդ երեխան էլ ունի իր մտածելակերպը, իր ցանկությունը այս կյանքից։ Ինչ վերաբերում է ինձ, ես մի անգամ ասելով չեմ սահմանափակվում, եթե մի բանը գտնում եմ, որ ճիշտը սա է, չնայած նեղանում են, որ ես պարտադրում եմ կամ խոսում եմ շատ այդ հարցի շուրջ, ուզում եմ անպայման ինքը մտածի ու հասկանա, որ ես ավելի շատ կյանքի փորձ ունեմ եւ գտնում եմ, որ ինչ որ ասում եմ, դա ճիշտ է, որ ինքն էլ սկսի мտածել ունենց ոնց որ ես եմ ուզում։ Իհարկե, մեկ стացվում է, մեկ չի ստացվում։ Я тебя воспитывала. Я из-за тебя ночей не спала. А ты на электричке едешь. Այդ ամենին Հասմիկ Լեյլոյանը հավելեց. Երիտասարդները պետք է հասկանան, որ այս մարդիկ էլ են եղել երիտասարդ ու վաղը իրանք են մեծանալու։ Եթե իրանք այսօր իրանց այդ ձևի պահեն եւ իրանց երեխաներին դաստիարակեն սխալ ձևով, չհարգելով ծնողներին, ընդհանրապես մեծ հասկացողությանը, чтобы все вы наконец-то поняли, что нельзя вламываться в мою комнату, когда вам только захочется. Я ведь взрослая. Мне нужна личная свобода и независимость. Я хочу уединяться. Մտածեն, որ իրանք ճիշտ են ու ուրիշ դաստիարակություն կամ որևէ բան իրենց պետք չի, իրանք ամեն ինչ հասկանում են ու մտածում են, չմոռանան, որ վաղը իրենք են լինելու այդ տարիքին ու չեմ կարծում, որ իրանց դուր գա, որ իրենցից փոքրը չի հարգում մեծին կամ չի գնահատում այն մարդկանց, ովքեր իրանց կյանքում շատ բան արել են կամ զրկանքներ են ունեցել հանուն այդ երեխաների կամ հանուն սերունդի։ Спасибо за вкусный завтрак, мама, папа. Я вас люблю. Եկել է պահ ողենա խորագրի, որի շրջանակում մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդու ոչ հայտնի լուսանկարն եմ ներկայացնում իրենց ուշադրությանը։ Դեպ նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով հայտնի մարդկանց ոչ հայտնի լուսանկարները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Դա իսկ ամենահետաքրքիրները ես բնականաբար կներկայացնեմ եթերում։
Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է գուշակեն, թե որ հայտնի մարդն է այսօրվա ով է նա խորագրի հերոսը։ Բրուս Լի։ Մեծ կիտայսկի բոքսի հիմնադիր Բրուս Լի։ Աչքերից հասկացա, իսկ աչքերը ամբողջ կյանքի ընթացքում չի փոխվում, չէ՞ մարդու։ Մահացել է 33 տարեկան հասակում ցավոք սրտի։ Ահա այսպիսին էր մեր այսօրվա շքերթը լի հետաքրքիր ու բովանդակալից բացահայտումներով։ Եվ այդ ամենին թերևս հավելեմ իմ շնորհավորանքի խոսքերը։ Ամենից ամենայն ամբողջ ստեղծագործական թիմի անունից ուզում եմ շնորհավորել աշխարհի բոլոր կանանց ու աղջիկներին մայրության ու գեղեցկության տոնի առիթով։ Մաղթում եմ, որպեսզի կյանքում յուրաքանչյուր կին գոնե մեկ անգամ վայելի աստվածային այս կարևոր առաքելությունը։ Դեսքինց մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ էլ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, շքերթը եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։ Իսկ մենք հանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ամենից ամենաժամանցային եթերում։ Հաջողություն։